Ցավոք այս արտահայտությունները նոր չեն եւ առնվազն որքան ես աշխատում եմ այս դաշտում մի 15-16 տարի, ես անընդհատ լսում եմ այդ արտահայտությունները, որ միգրանտները հիմնականում հանցագործներ են, որ միգրացիայի այս օրենսդրության խստացումը ինքը պայքար է հանցավորության դեմ եւ այլն։ Բայց ամբողջ աբսուրդը նրանում է, որ երբ ուսումնասիրում ենք հանցագործություն կատարածների ստատիստիկան Ռուսաստանի Դաշնության, միգրանտները այնտեղ շատ փոքր թիվ են կազմում։ Եվ տարեց տարի այդ թիվը նվազում է։ Եվ նվազում է շատ ինտենսիվ ձևով։ Եվ հայտարարել, որ նրանք ապագա կամ պոտենցիալ հանցագործներ են, որոնք մուտք են գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, ես ուղղակի նույնիսկ չեմ էլ մեկնաբանի այս արտահայտությունը, բայց կարող եմ նշել, որ միգրանտները միշտ եղել են շատ հեշտ թիրախ խումբ, երբ որ երկիրը կանգնած է որոշակի մարտահրավերների առաջ, ինչ որ ճգնաժամային իրավիճակ է, միշտ ուշադրությունը շեղելու համար պետք են շատ հեշտ թիրախներ, ում կարելի է մեղադրել քո տվյալ պահին եղած իրավիճակի համար։